Սիրելի հայրենակիցներ, մենք նորից ուղիղ եթերում ենք, հենց նոր ես ունեցա զանգ Լաս Վեգասից, որ մեր հայրենակիցներին չեն թողել դատարան մտնել եւ հիմա փորձենք ուղիղ եթերով միանալ Սևակ աղբորը, հասկանանք ինչա կատարում։ Սևակ ջան, մի վարքյան։ Սևակ եթերում ես, հեսա կմիանա երևի, որ հասկանանք ինչա կատարվել այս պահին։ Սևակ ջան, ուղիղ եթերում ես, եղբայր։ Սկզբանե ուզում եմ ցուցադրեմ, որ ոստիկանական մեծ խմբեր են մեզ ուղեկցում, խնդրեմ, ոստիկանական մեքենաները ու առջևում էր եւս ոստիկանական մեքենաներ են ու մեծաթիվ ոստիկաններ են մեզ ուղեկցում։ Հիմա Սևակ ջան, ինչ կատարվեց, ինչի չթողեցին դատարանում կամ ինչ էին ասում ձեզ։ Ի սկզբանե 4 իրար հակասող բաներ մեզ փոխանցեցին, որոնք մեկը մյուսին հակասում էին, նախ դատավարություն չի լինի, դատավարությանը չեք մասնակցելու, դրանից հետո կրկին դատավարություն չի լինի, հետո նշեցին, որ պետք է անգամ դատարանի շենքի մոտից հեռանանք, ինչը մի քիչ կասկածելի էր եւ բացի դա ոստիկանական ուժերը հիմա մեզ քայլերթ նախաձեռնեցին, քայլերթ իրականացնենք Լաս Վեգասի փողոցներով։ Որ կողմ, դեպի որ կողմ, քաղաքի թե դատարանի կողմ ուղղակի քայլերթ, ինչի համար, ինչն դեպի ուղղակի Լաս Վեգասում փողոցներով իրազեկման ակցիա որպես։ Իսկ այդտեղ Սևակ ջան, ուզում եմ հասկանամ, առաջնորդ կա ինչ-որ առաջնորդվող կամ ուղերձով, որտեղ այդ ցույցերը, այդ առաջնորդությունը նույնը Նիկոլի ցույցերի ժամանակ եթե մտցնում են Երևանի մեջ, սա Աբովյանն է, սա Եսիմիշ կարող է նույն էֆորիան ա գնում ախպերս։ Սևակ, այո, լսում եմ։ կարող է նույն էֆորիան ա, ժողովրդին ուղղակի տանում են քաղաքը մանտալու Լաս Վեգաս, փորձելով այդ ցույցը այդ ժողովրդի մաշեցնել այդ ամեն ինչը։ Ոչ, նման բան չկա, սադրիչներ չկան, նման մտավախություն չկա ու նման մարդիկ չկան, բոլորը Այո, Սևակ։ լսում եք։ Հա, լսում եմ, ասա։ Բոլորը այստեղ միասնական են, մի գաղափարի շուրջ համախմբված ենք եւ քայլերթ ենք իրականացնում, նման բան չկա, որ ինչ որ ուզենան։ Ուզում եմ հասկանամ, Սևակ ջան, ուզում եմ հասկանամ այդ քայլերթը ինչ որ մեկը կա, առաջնորդում է, թե ուղղակի սա ինքնա։ Այո, իհարկե, առաջնորդում է, հրանգավորվում ենք, ես քիչ առաջ հրանգավորում, որ ուղղությամբ ենք քայլում, բարձրախոսով ոստիկանությունն է հրանգավորում, որ փողոցով, որ հատվածով քայլերթը իրականացնենք, որովհետև ոչ բոլոր փողոցներով կարող ենք մենք քայլերթ իրականացնել դրոշներով եւ պլակատներով։ Ահա, հասկացա։ Իսկ հիմա ինչ քանակի ժողովուրդ է այդ քայլերթում, մոտավորապես ինչ քանակի ժողովուրդ։ Ճիշտ ասած, տարեց մարդիկ էր կային, ովքեր ի վիճակի չէին քայլերթ իրականացնելու, մոտավորապես 60-ից 70 քաղաքացի է հիմա։ Իսկ Սևակ ջան, ես ուզում եմ հասկանամ, հիմա լավ այդ քայլերթը, լավ, Լաս Վեգասում քայլերթը եղավ, հետ եք վերադառնալու դատարան, թե ուղղակի ձեզ ասելու եմ, որ այսպես կամ այսպես վերջացած։ Վերադառնալու ենք դատարանի շենքի մոտ, այսինքն շենքից մի քիչ հեռու, պետք է դատավճռի իմանանք ինչ է դատավճիռը ի վերջո։ Բայց ես ուզում եմ հասկանամ, Սևակ ջան, լավ չէ լինի, որ դուք մնայիք աջակցեք դատարանի տարածքում, ոստիկանական մեծաթիվ ուժերը թույլ չէին տալիս, որ դատարանի առջև մենք մնայինք եւ նշվեց, եթե մենք մնայինք, ձերբակալություններ կիրականացվեր։ Դաժե դա ասել են, եթե մնաք ձերբակալենք։ Այո։ Հասկանալի։ Սևակ ջան, ես կխնդրեմ, որ ձեր հեռախոսի այդ դատարան լսնեք, որ հետո մենք մնայինք նորից կապի մեջ, որտեղ մեր հայրենակիցները անդադ գրում են ինչ կատարվեց, ինչ եղավ, որտեղ այս պահին շատ sense բլոգերներ կոչված փորձում են ինչ-որ քաղաքական բաներ բարձրացնել կուսակցության հետ, մենք այսօր ոչ թե կուսակցության հետ գործ ունենք, սիրելի հայրենակիցներ, մենք գործ ունենք մեր հայ քաղաքացու, մեր հայրենակցու հետ, նրա ազատման համար ենք մենք հավաքվել, ոչ թե
քաղաքական իր հարցերով կամ կուսակցության հարցերով Սևակ ջան, եթե ես խնդրեմ, ես ուզում եմ հիմա անջատել քեզ, եղբայր, որ հետո մենք կարողանանք էլի մտնել եթեր։ Շատ Իհարկե, ոչ մի շնորհակալություն, խնդիր։ Ձեզ կապի մեջ, նույնպես։ կապի մեջ եղբայր։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին կատարվում է մի շատ sense հետաքրքիր բան, որ մարդկանց ուղղակի չեն թույլատրել մտնել դատարան եւ ոչ էլ դատարանի շուրջ։ Հիմա խնդիրը նրանում է, որ ես մեկ ժամ առաջ ունեցա մի քանի հեռախոսազանգեր, որ մարդիկ կան, որ փորձում են այս ֆոնի մեջ խոսել կուսակցությունից, ես նորից կրկնում եմ, ես լինելով հայ, ապրելով 30 տարի Եվրոպայում, ես փորձում եմ որպես քրիստոնյա վայել իմ աջակցությունը տալ Վարդան Ղուկասյանին, ես բլոգեր չեմ, ես ոչ մի քաղաքական ինչ-որ թևի չեմ պատկանում, ես հայ եմ եւ ես հայամետ մտածելակերպ ունեմ, իմ աջակցությունն է Վարդան Ղուկասյանին, իմ խնդրանքն է բոլորին, այս ֆոնի վրա եթե կմտնեն դիսկուտ, ինչ-որ դիսկուսի մեջ, որ դուք այստեղ սխալ արեց այս քաղաքականությունը կամ հիմա Լենագանի կամ ինչ-որ ընդրություններից խոսալ, ես ուղղակի խնդրում եմ, որ չմտնել այդ դիսկուսի մեջ, որովհետև ես դոկ կուսակցության նախագահն դա Վարդան Ղուկասյանն է, ու եթե նա այսօր պլան B չի դրել եւ չի բարձրաձայնել, նա կարող է իր փաստաբաններին ասել, որ գիտեք ինչ կա, եթե այսօր ես մեկուսացված եմ, բայց Պողոսյան Պողոսը նա կարա առաջնորդվի եւ փաստաբանները բարձրաձայնեն, գիտեք ինչ կա, պլան B ունենք, որ Պողոսյան Պողոսը կարող է սրա մասին խոսել եւ առաջնորդվել, եթե Վարդան Ղուկասյանը չի խոսել պլան B-ից կամ Պողոսյան Պողոսից, որ նա այն մարդն է, որ կարող է դոկուսակցությունը առաջ տանել, ուղղակի մտնել դիսկուսի մեջ հենց այս պահին, դա ես համարում եմ, դա իմ անձնական կարծիքն է, շատ սխալ է, ես մի քանի պոլիտոլոգների եմ զանգահարել այս մեկ ժամվա մեջ, խոսել եմ այդ ընթացքում, որ նրանք էլ համաձայն չէին, որ այս պահին խոսենք Վարդան Ղուկասյանի կուսակցությունից, որտեղ այս պահի եթե կուսակցության ղեկավարը անորոշ վիճակում ու մենք չգիտենք իր լինել չլինելու թե ֆիզիկապես, թե չգիտենք ինչ է լինելու, որտեղ այստեղ շատ ես ասել եմ նախքան եթերների ես արձագանքել եմ, որ այս խմորը շատ ջուր է խմելու, մենք կարող ենք միայն միասնական ձևով բարձրաձայնել նրա ֆիզիկապես ազատ լինելը, որ նրա կյանքին վնաս չլինի, նրան ինչ-որ ձև ինչու թղթեր չծարգելով, որ ղրգեն ինչ-որ համապատասխան ինչ-որ Ռուսաստան են մեկն ասում, մեկ Հայաստան են ասում, ես նորից եմ ասում, սա շատ խորային մի խնդիր է, որ հիմա շատերի համար անհասկանալի է, դրա համար իմ խնդրածն է իմ հայրենակիցներին, հայ լինելով, ուղղակի աջակցեք Վարդան Ղուկասյանի միայն մի բանի համար, ազատություն, եւ աղոթենք նրա համար, դա շատ կարևոր է, որտեղ մենք քրիստոնյա ենք, մենք քրիստոնյա ազգ ենք, աղոթել մեր հայրենակիցի համար, դա իմ խնդրանքն է, դա շատ ճիշտ է, որովհետեւ գալիս է մի պահ, երբ որ մարդկային ուժը էլ չի լինում եւ Աստված իր հրաշքը ցույց է տալու, ես հավատում եմ դրան։ Մենք կկապնվենք շուտով հասկանալու թե ինչի համար ժողովրդին չթողեցին մնալ դատարանի առաջ եւ հիմա մարդկանցը հանել են Լաս Վեգասի ճանապարհներով ման են տալի։ Չեմ կարող ասեցի մեկնաբանել թե որտեղ նման է մի քիչ ոնց որ թե որ Հայաստանում ինչ-որ մի իրավիճակ է, մարդկանց նահանում են եւ սա Աբովյանն է, սա Ամիրյանն է, սա ցույց տալով գնում են, բայց Սևակ եղբայրը ոնց հասկացա, ասաց որ այդ պահը չի, ուղղակի ոստիկաններն ասեն, եթե մնաք դատարանի բակում դաժե, ձեզ կձերբակալեն։ Մենք չենք ուզում ոչ մի հայրենակից ձերբակալվի, ես կոչ եմ անում խաղաղության կոչ, մեր հայրենակիցները բոլորը միասին խաղաղության կոչ, բայց մնան ճշմարտության մեջ փորձելով մեր հայրենակցին ազատ արձակեն։ Աստված օրհնի բոլորիդ, մենք շուտով